Դեռևս 1974 թվականին հրաշալի բանասեր, ազգագրագետ, բանահավաք և երաժշտագետ Մարո Մուրադյանը Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հիմնադրեց ակունք ազգագրական համույթը։ Չգիտենք պատահական էր տեղի ընտրությունը, թե գիտակցված, բայց ակնհայտ է, որ մայրենի լեզվի պահպանմանն ու զարգացմանը միտված այդ գիտական օջախում տիրող բարենպաստ մթնոլորտը միանգամայն համահունչ էր ազգային մշակույթ արարելու Մարո Մուրադյանի երազանքին։ Ակունք ազգագրական խմբի անմիջական ակունքը նրա հայրն էր, հայ տոհմիկ երգի պահպանման ու տարածման մեծ երախտավորը Հայրիկ Մուրադյանը։ Նա էր, որ տարիների տքնանքով տարիներ շարունակ մոռացությունից փրկել և ժողովրդին էր վերադարձրել ազգային երգի բազում գոհարներ։ Եվ նրա սկսած փառահեղ գործի արժանավոր արդյունքը եղավ իր դստեր ստեղծած ակունքը։ Մարո Մուրադյանը համոզված էր, որ ազգային երգին թևեր տալու համար պետք էր վերադառնալ արմատներին, ակունքներին։ Մարո Մուրադյանից հետո համույթի այս բացառիկ առաքելությունը պատվով շարունակեց Սարգիս Ալավերդյանը, իսկ այնուհետև 2016 թվականից մինչ օրս համույթի ղեկը վստահվել է ազգային երաժշտական մշակույթի խորագիտակ մասնագետ, հայտնի կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանին, որը համույթի երգացանքը հարստացրել է 200-ից ավել նոր ստեղծագործություններով, այդ թվում կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը։ Ընդհանրապես համույթի երգացանկում ներառված են պատմական Հայաստանի գրեթե բոլոր տարածքների երգերը, հարսանեկան, տոների, աշխատանքային երգեր, օրորոցայիններ, կատակերգեր, մանկական երգեր, սիրերգեր, պարերգեր, էպոսի, պատմական, հայրենասիրական, քնարական երգեր և այլն։ Մի խոսքով այսօր հայ ազգային երգի տոն է երկերկոցում, որովհետև մեր բեմում է լեգենդար ակունք ազգագրական համույթը։ Եվ այսպես աշխատանքային երգեր, բեմում ակունքն է։ Հակալարամանարա, եզոջան
Yar horove Hotar can yar Aknakosin zençerovi xambajin yar Գութանը դաշկուբանի, շեք աղջիկ հաց կուտանի, մինկը կել է մինկու կայնի հո, մարդու խելքը կուտանի Հոլարա եզո Հոլարա եզո ջան ախպեր դեսիրուն դեմարալ Դեցաղի Այժմ կհնչի 3 երգ, Աշուղ է եկել մեր մայլեն, ջուր կիգեր վերին սարեն եւ հայ մտար իդեվ։ Առաջին երգի հիմքում Աշուղի կերպարն է աղջկա հայացքով, ում համար սպասված հյուրի գալը ոչ միայն ուրախություն է, այլև հուզական մեծ իրադարձություն։ Երգի մեղեդին մեղմ է երկար ձգված ձայներով։ Հիմնականում երգել են աշխատելիս եւ հետաքրքիր է, թե ինչպես են աշխատանքը միախառնել զգացմունքներին։ Աղջիկը թել մանելիս երգում է սիրո մասին։ Մի խոսքով սա ժողովրդական քնարական երգի հրաշալի օրինակ է։ Երկրորդ երգը ջուր կիգեր վերին սարենը նույնպես քնարական երգ է, որը երգել են Վասպուրականում։ Ջրի մոտ գողտրիկ տեսարան է ծավալվում։ Վերին սարից հոսող ջուրը դառնում է հորդացող զգացմունքի խորհրդանիշ։ Երգի բառերն առատ են բնաձայնություններով, որոնք ավելի շոշափելի են դարձնում նկարագրվող միջավայրը եւ ավանդաբար կատարվել է մեներքով, երբեմն կանանց խմբերքով։ Երրորդ երգը, որը կոչվում է Հայ մրտանիդև, մեզ է հասել Հայրիկ Մուրադյանի շնորհիվ։ Սա տղայի եւ աղջկա զուգերգ է, պարզ ու կենցաղային երկխոսություն։ Մեր առջև գեղեցիկ գյուղական տեսարան է։ Կորնկանի արտի առջև մի տուն է, որտեղ ապրում է տղան։ Խրխնջում են ձիերը եւ աղջիկը առաջարկում է լուր տանել կենդանիներին, խնամել մոռացած տակր կնոջը, թողնաձեռքը զարկի ծնկանը եւ մատների մեջ խաղացնի ձեռքի մարջանը։ Երգում հիշատակվում է նաեւ խնձորը։ Ազգագրագետ Արուսյակ Սահակյանի դիտարկմամբ հնում տղան իր հավանած աղջկան խնձոր էր ուղարկում, ի նշան իր սիրո, կամ գաղտագողի երթիկից ցած էր գցում։ Եվ եթե աղջիկն ընդունում էր այն, նշանակում էր, որ ինքը եւս անտարբեր չէ տղայի նկատմամբ։ Սա էլ ահա այսպիսի երգ է։ Լսենք ակունքին։ Rio, Rio,
բշանամ ծոցդ քնեմ Ճախրակի ոտ փշատի խանե, ճախրակ մանող շիմշատի ջանե Ճախրակի ոտ գյուտանձի խանե, ճախրակ մանով գուտանձի ջանե Ճախրակի ոտ գյորի խանե, ճախրակ մանող գյոցուրի ջանե Ճախրակի ոտ սալորի խանե, ճախրակ մանող բլորի ջանե Ճախրակի ոտ սալորի Ճախրակի ոտքյո բարդի խանը ճախրակ մանան ամարդի ջանը Ճախրակի ոտքյո բարդի խանը ճախրակ մանան ամարդի ջանը Բոստանա բալակ սարեր չեմ կանա ճախրակ մաներ Ճախրակի ոտքյուրի ճախրակ մանո գյոցուրի Ճախրակի ոտքյուրի ճախրակ մանո գյոցուրի Ճախրակի ոտամունի խանը, ճախրակ մանո մայմունի ջանը Ճախրակի ոտամունի խանը, ճախրակ մանո մայմունի ջանը Ճախրակի ոտամունի խանը, ճախրակ մանո մայմունի ջանը Հոյնարե, հոյնարե Ճախրակի ոտ փշատե, հոյնարե, հոյնարե Ճախրակ մանող շիմշատե, հոյնարե, հոյնարե Ճախրակի ոտ սալորե, հոյնարե, հոյնարե Ճախրակ մանող գալորե, հոյնարե, հոյնարե Ճախրակի ոտ բարդի է, հոյնարե, հոյնարե Մանողի ոտ մարդի է, հոյնարե, հոյնարե Հոյնարե, հոյնարե Ոտ մարա ջան, ճախրակի ոտը պուշի Ոտ մարա ջան, ճախրակ մանովը պուշի Ոտ մարա ջան, ճախրակ մանովը պուշի Ոտ մարա ջան, ճախրակի ոտը պուշի Ոտ մարա ջան, ճախրակ մանով պուշի Ոտ մարա ջան, ճախրակ մանով պուշի Ճախրակի ոտը ուրի Ոտ մարա ջան, ճախրակ մանով գյոցուրի Ոտ մարա ջան, ճախրակի ոտը ուրի Ոտ մարա ջան, ճախրակ մանով գյոցուրի Զորամիջին աշուղա եկել մեր մայլեն աղբուրա խորամիջին արնեմյարիսը մեն յայլեն կողքի արտը հաճարա աշուղա եկել մեր մայլեն իմ յարը մինու ճարա արնեմյարիսը մեն յայլեն Եսի
Չինչանու շարևա Աշուղա եկել մեր մայլե Յարի ղրգած բարևա Արնեմ յարիսը ունեմ յայլե Խնձոր ունեմ կծածա Աշուղա եկել մեր մայլե Անուշ յարի ղրկածա Արնեմ յարիսը ունեմ յայլե Մեր տանտակին բարկանեմ Աշուղա եկել մեր մայլե Չալագրավին կարկանեմ Արնեմ յարիսը ունեմ յայլե Թե իմ սիրածը ինձ տան Աշուղա եկել մեր մայլե Գժությունս թարկանեմ Արնեմ յարիսը ունեմ յայլե Աշուղա եկել մեր մայլե Արնեմ յարիսը ունեմ յայլե Աշուղա եկել մեր մայլե Արնեմ յարիսը ունեմ յայլե Ջուրը կու գերվերին սարեն Հայ լայ լալարա տիրիրի դարիրա Ջուրը կու գերվերին սարեն հայրայրարարա Տիրիրի դարիրա Կերթապեր մարմարքարեն Հայ լայ լալարա տիրիրի դարիրա Կերթապեր մարմարքարեն Հայ լայ լալարա տիրիրի դարիրա Ջուրը կու գերվերին սարեն Հոպլայ լալարա տիրիրի դարիրա Կերթապեր մարմարքարեն Հոպլայ լալարա տիրիրի դարիրա Ջուրը կու գերզլզլալեն հայրայրարարա Տիրիրի դարիրա ջուր կուքեր զլզլալեն հայ լայ լալարա տիրիրի դարիրա յարը կուքեր թրվրալեն հայ լայ լալարա տիրիրի դարիրա յարը կուքեր թրվրալեն հայ լայ լալարա տիրիրի դարիրա ջուր կուքեր զլզլալեն հոպլայ լալարա տիրիրի դարիրա յարը կուքեր թրվրալեն հոպլայ լալարա տիրիրի դարիրա Սարեն կուքեր ծիավոր հայ լայ լալարա տիրիրի դարիրա Սարեն կուքեր ծիավոր հայ լայ լալարա տիրիրի դարիրա Հարծվու պես թևավոր հայրայրարարա տիրիրի դարիրա հարցվու պես թևավոր հայ լայ լալարա տիրիրի դարիրա Սարեն կուքեր ծիավոր հոպլայ լալարա տիրիրի դարիրա հարցվու պես թևավոր հոպլայ լալարա տիրիրի դարիրա Սարեն կուքեր ծիավոր հոպլայ լալարա տիրիրի դարիրա հարցվու պես թևավոր հոպլայ լալարա տիրիրի դարիրա Հայ մրտանի դև քարսունը գուտան Թոյ ծրտանի դև քարսուն գուտան դաշկը բաներ Հորոտնել հացկը տաներ Մեկը կելեր, մեկը կայներ Աչկովունքով մարդկը սպաներ Շեքմազեր գետին գավիլեր Վավիլեր զուլով վավիլեր Թոյ կոտարոհի դունավիրեր Վավիլեր զուլով վավիլեր Թոյ կոտարոհի դունավիրեր Հայ մտանի դև քարսուն կարաս Թոյ ձրտանի դև քարսուն կարաս Քարսուն կարսի գինին է հաս Ամեն կարսեն գտխե մի դաս Ամեն գտխեն պակիգ մի դաս Թե դու իդաս դու զորենաս Թե դու չիտաս դու կոտենաս Վավիլեր զուլով վավիլեր Թոյ կոտարոհի դունավիրեր Վավիլեր զուլով վավիլեր Թոյ կոտարոհի դունավիրեր Քարսուն կարսի
գինին էր հաս ամեն կասել գտխերի դաս ամեն գտխել բակի գմիտաս թե դու իդաս դու զորենաս թե դու չիդաս դու գոտենաս ավիներ զոլով ավիներ թոյ կդարովին դու նավիրեր Ավիրեր զուլով ավիրեր Քոյ կդարովին ու նավիրեր Kagani gamila mani zazis Kagani gamila mani zazis Ertaberim khokhemamis Khandanalun gelemis epis Ertaberim khokhemamis Khandanalun gelemis epis Yes, incheni tu neretzar kagani gamila mani zazis anzi tovetir heretzar kagani gamila mani zazis ertam berim khokhemamis khandanalun gelni sepis ertam berim khokhemamis khandanalun gelni sepis Հայ մրտանու հիտե վարդկորնգյան Թոյ ջանը Ձերտանի դև արդկորնգյան Ձիանգինի գխրը խնջա Հավարտարեք տեքերը գնգյան Թոզեր զրկի վրուր ծնգյան Կտրավ թապաղ զերած մարաջան Ամեն մարաջան կծպատ ննջան Վավիլեր զուլով ավիլեր Թույն կյոտարողի դուն նավիրեր Ավիրեր զուլով ավիրեր Քոյ կդարովին ու նավիրեր Հայրուր Հարնոս նմկլի Խոնավներ Թու խաչքներ լցվին միտկաներ Հայրուր
հայրուր, հայրուր, հայրուր Հերուր, 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 հերուր են իմ կրգանոցի, հերուր են իմ օրորիմ, հերուր, 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 հերուր են իմ օրորիմ, հերուր, հերուր, Du bezdigis parometsnas Achrurigenem dururenas Du bezdigis parometsnas Ororish Zergir bolor hayot arsner matzaz molor Vachas yar berne zergir bolor hayot arsner matzaz molor Ororishi Ակունք բառի բառարանային իմաստներն են անցքը, որից բխում է ջուրը, ջրի ակը, այն տեղը, որից սկիզբ է առնում գետը եւ առհասարակ որևէ երևույթի սկիզբը։ Այս առումով համույթի ակունք բառը խորհրդանշում է դեռևս առասպելական ժամանակներին բնորոշ այն գիտակցությունը, որ բոլոր նշանակալի իրադարձություններն ունեն իրենց նախադեպը, սկիզբը, երբ արարչագործության ժամանակներում ստեղծվել է անձեռակերտ աշխարհը, երբ ամեն ինչ տեղի է ունեցել առաջին անգամ, երբ կերպարանք են առել ամեն ինչի մայր օրինակները, անբեկանելի, անփոփոխելի հիմնատիպերը, որոնց շվեյցարացի գիտնական Կարլ Յունգը բնորոշել է արքետիպ բառով։ Ահա այսպիսին է ակունք բառը։ Երգերի այս շարքը կարծում հետաքրքիր եւ ինչու ոչ ուսանելի կլինի երիտասարդ մայրիկների համար։ Խոսքը հայ ժողովրդական օրորների օրորոցային երգերի մասին է։ Հնուց այս երգերն ունեցել են դաստիարակչական բնույթ։ Դարերով այս երգերի ներքո են քնել մանուկները։ Մայրիկներն օրորել են, երգել են մեղմ, թեթև ու կրկնվող մեղեդիով։ Օրորոցային երգերով ամրանում է մոր հուզական ու հոգեբանական կապը երեխայի հետ։ Ավելին, մասնագետների համոզմամբ օրորների ռիթմը նպաստում է երեխայի բնականոն շնչառությանը։ Այնպես որ սիրելի մայրիկներ, այս երգերը նաև ճանաչողական դեր ունեն, չէ՞ որ
մանուկ նորորոցայինների միջոցով առաջին անգամ լսում եւ ծանոթանում է այս աշխարհին։ Եվ այսպես օրորոցային երգեր։
Սուրուրիմ դոնանի Արկաշկասնանի Սուրուրիմ դոնանի Արկաշկասնանի Ձիտիրիլու սոլոյսա Այ ճանամնանի Սիրիմ զիչոցատ լոյսա Արկաշկասնանի Սիրիմ զիչոցատ լոյսա Արկաշկասնանի Այ ջանամնանի Վայ ջանամնանի Իսուրուրիմ դոնանի Արկաշկասնանի Իսուրուրիմ դոնանի Արկաշկասնանի Շարունակում է երկերկոցը եւ ես զրուցում եմ կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Մարո Մուրադյանը ժամանակին ասել է զարմանալին այն է, որ համերգների ժամանակ երբեք չենք զգում սահմանը մեր եւ ունկնդրի միջև։ Փոխադարձ համաձայնություն է տիրում հոգիների ինքնամոռաց ձուլում։ Այսօր էլ է այդպես։ Այո, այսօր այդպես է, որովհետև հայ ժողովուրդը հանդիսատես չի եղել։ Առաջ հարսանիքներին հայ ժողովուրդը եղել է մասնակից, ընդհանրապես հանդիսատես չի եղել այսօրվա նման, որ նստում են սեղանին, այնտեղ նվագում, երգում են, լսում են, եւ այդ հոգեբանությունը հայ ժողովրդի մեջ մնացել է, երբ ինքը գալիս է իր հարազատ երգերը լսելու, որ հենց ինքն է ստեղծել, մեր ժողովուրդը անընդհատ ուզում է մասնակից լինել։ Վերջում բոլորը դուրս են գալիս, պարում են դալիճում կամ տեսնում ես նստած տեղից երգում են ակունքի հետ, ուզում են սովորել, այդ հոգեբանությունն է, որ այո, չկա այդ սահմանը։ Ենթադրում եմ, որ ոմանք նոր ստեղծագործություններ են առաջարկում համույթին։ Եթե ընդունում եք դրանք, ապա ինչ չափանիշերով եք ընտրում այդ երգերը։ Մենք ստեղծագործություններ չենք ընդունում, որովհետև համույթի տեսակ այնպիսին է իր առաքելությունը, ոչ թե կատարել ինչ-որ անհատների ստեղծագործություններ, այլ կատարել հայ ժողովրդի հազարամյակների պահպանված ժողովրդական երգերը արևմտյան եւ արևելյան մեր պատմական հայրենիքի արևմտյան Հայաստանի բոլոր շրջանների երգերը մենք երգում ենք։ Արդեն դա այնքան շատ է, որ ստեղծագործություններ մենք այդ բանով չէ, նկատի ունեմ, եթե այս ստեղծագործություններից բերեն ուզենան ձեզ տալ։ Գիտեք, այդպես բան ձեզ անկեղծ ասեմ, չեն էլ կարող բերել, որովհետև ամեն ինչ այսօր հայտնի է։ Հազարավոր երգեր գրառել են Կոմիտասի աշակերտները, 1500 երգ պահպանվել է Կոմիտասից, որոնց միջև այսօր հնչել է մոտ 250, 1200-ից ավել երգ Կոմիտասից երբեք չի հնչել։ Իսկ ակադեմիայում կա 30,000 երգ հավաքած եւ դասավորված, հատորներով հրատարակվում են։ Այնպես որ շատերին, երբ որ երգ են բերում, իրենց թվում է նորություն են բերել, ինչ որ, հա, բայց հավատացեք, հայ ժողովրդի իր ամբողջ առանգությունը փրկել է։ Ակունքն ունի մանկական խումբ կամ ստուդիա։ Ակունքը ուներ մանկական խումբ, այդ մանկական խմբից անցնում էին ակունք, կամ սովորում գնում իրենց խումբն էին բացում, տարածվում էին, ցավոք այսօր չունի, բայց նպատակ ունի վերականգնելու։ Օրինակ մեր ավագը, որ սրնգար բլուլահարներ, երեխա ժամանակից նվագում է ակունքում։ Ակունքներին վերադառնալն այսօրվա հայ մարդու համար պետք է նպատակ լինի, թե միջոց։ Երկուսն էլ, որովհետև հայ մարդը թարապես իր բնույթով
միշտ առանց բացատրություն չունի, դա ձգտում է իր ակունքներին, ուզում է իմանա ինքն ով է, իր նախնիները ով են եղել, իր հին մշակույթը որն է եղել, դա դրված է հայերի մեջ, չես հասկանում որտեղից կամ նույնիսկ երեխան, որ իրեն չսովորացնեն այդպես, ինչ որ ժամանակ հետո սկսում է հետաքրքրվել իր հին մշակույթը որն է, ինքը ով է, որտեղից են իր նախնիները, իր քանի հազար տարվա պատմություն ունի իր երկիրը, որտեղից են գալի, որից են առաջացել քաղաքակրթությունը, բոլորի մեջ այդ կոդը կա դրած, հետաքրքրվում են։ Այդպես չի բոլոր ազգերի մոտ։ Ձեր դասախոսություններում դուք խոսում եք ազգային երաժշտության բժշկող ապաքինող ուժի մասին։ Իսկապես երաժշտությունը կարող է բուժել։ Տեսեք, ձայնը ֆիզիկական ալիք է։ Ֆիզիկական ներգործություն ունեմ։ Եթե ֆիզիկայով նայեն, ձայնը ալիք է։ Դա մտնում է ականջից ներս եւ մարդու ներսում ազդում ամբողջ բջիջների եւ այլնի վրա։ Ապացուցված է, որ երաժշտության տակ դնում են ջուրը եւ նայում են այդ ջրի մոլեկուլյար կառուցվածքը, նայած երաժշտության տակ փոխվում է այդ մոլեկուլյար կառուցվածքը, դասական երաժշտության, Մոցարտի եւ այլն, եւ վատ երաժշտությունը կարող է ուղղակի քայքայել մարդուն, մանավանդ այսօր օգտագործվում է էլեկտրոնային ցածր ձայն դմփոցներ, որոնք արհեստական են, թմբուկի ձայնագրություն չեն, դա ուղղակի առողջությանը վնաս եւ Կոմիտասի վերջի հոդվածը բժշկություն երաժշտության հոդվածներ։ Միջնադարյան մեր ձեռագրերից կային, թե ինչպես են առաջ հնում բժշկությամբ բուժել։ Դա տարածված էր հին ազգերի մոտ, հին Հունաստան, Հնդկաստան, Չինաստան եւ նույնիսկ արաբական աշխարհում։ Կոչվում էր մարդը ուներ 4 տարեր, քողջուրոթուր եւ ամեն լարը քնարի համապատասխանում էր այդ տարերկներից մեկին եւ նայած ինչ հիվանդություն է, որ եղանակը պետք է նվագել, որպեսզի այդ հիվանդության լավանա։ Ահա սա շատ հնուց է գալիս։ Եվ ի վերջո երբ է բեմադրվելու ձեր ստեղծած Սասունցի Դավիթ ազգային օպերան։ Իմ Սասունցի Դավիթ օպերա բալետը հիմնված է մեր հին էպոսի մեղեդիների վրա, որ պահպանվել է Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Քոչարյանի, Սրբուլիսյանի եւ այլոց շնորհիվ այդ ամբողջը հավաքել եմ։ Պատրաստել ենք մեր միջնադարյան ձեռագրերից վերցրած մանրանկարչության մեջից այդ գործիքները, այսինքն պաղնձյա փողերը, ինչպես այնտեղ նկարած է, եւ մեր հին նվագարանները դրանցով էլ կատարել ենք։ Հիմա ուզում ենք բեմադրենք ակունքով եւ ակունքի հետ արդեն երկային մասերը 110 համար է դա ամբողջը սովորել ենք, հիմա արդեն նախարարությունը հատկացնում է հաստիկներ նվագողների, որ ավելացնենք եւ արդեն մնացածը ռեժիսորի գործն է, բեմադրության, պետք է նաեւ Մնջախաղի թատրոնը Ժիրայր Դադասյանի մասնակցի եւ էպոսը հնում չեն պատմել կամ ինչպես կարդում են այսօր։ Էպոսը հնում եւ Գարեգին Սրվանտյանցը երբ գրառեց երկելով են պատմել, խոսել են, հետո ասերգել են, երբ զգացմունքը շատացել է, երգել են։ Այդ երգող հատվածները այնտեղ նույնիսկ կա գրված է, երգում է, երգ է։ Ահա այդպես ուզում ենք մեր ժողովուրդը տեսնի, որովհետև մեր ժողովրդի համար էպոս ունի աստվածաշչյան արժեք եւ դա միայն կարդալով չի, երեխաների հատկապես նոր սերունդի համար պետք է որ նա տեսնի եւ դրանով դաստիարակվի, ապրի, այնտեղ մեր ոգին է, մեր տեսակն է, մեր էությունն է խտացված էպոսի մեջ։ Մենք անհամբեր կսպասենք ներկայացման։ Կլինի հաստատ։ Շնորհակալություն ձեզ։ Քիչ հետո կշարունակվի երկերկոցը, մնացեք մեզ հետ։ Բարեկամներ, այժմ կհնչեն Սասունի երգեր, որոնք մեր ժողովրդի հոգևոր ու պատմական գոյության անփոխարինելի գանձերն են։ Դրանց մեծագույն մասը մեզ է հասել Կոմիտասի նվիրյալ աշակերտ Սպիրիդոն Մելիքյանի ջանքերով։ Հենց նրա շնորհիվ փրկվեցին այն բյուրեղա ստեղծագործությունները, որոնք կարող էին անհետանալ մոռացության մշուշում։ Ցավոք այս բնիկ ու մաքուր երգերը ժամանակի ընթացքում երբեմն հեռացել են անգամ ծագումով սասունցիների շուրթերից, սակայն իրենց բովանդակությամբ դրանք երբեք չեն լռել, շարունակվել են հնչել մարդկանց սրտերում։ Դրանցում մշտապես առկա են եւ առասպելը եւ իրականությունը, դրանք միաժամանակ եւ հուշեր են եւ խորհրդանշաններ։ Այստեղ ապրում է հերոսական պայքարի ջահը, կորուստների ողբերգությունը, բայց նաեւ ազատության երազանքն ու արդարության հավատը։ Սասունի երգերը ապրող վկայություններ են, դրանք մեր նախնիների ձայնն են, մեր ոգու արձագանքը, մեր ազգային հիշողության կենթանի շունչը։
Բայց պետք է գիտակցենք, որ մեզ են հասել ոչ թե որպես անցյալի թանգարանային նմուշներ, այլ որպես ոգեշնչման աղբյուր։ Եվ եթե ուշադրի լսենք այդ երգերը, կզգանք, թե ինչպես են դրանք մեզ փոխանցում ոչ միայն պատմության դասեր, այլև հույսի լույսեր, եւ դրանք չեն մարում լուսավորելով մեր ճանապարհը։ Ուստի բարեկամներ, եկեք լսենք Սասունի երգերը սրտով։ Դրանց մեջ եկեք զգանք սասունցու անկոտրում ոգին։ Մեր տունու ձեր մոտիկ բաումբիլ, Իշնենք բաղչենք քաղենք խոտիկ բաումբիլ, Տանենք դնենք մասրամոտիկ բաումբիլ, Իշկինք վիրյար նախորոտիկ բաումբիլ, Իմ յարքանցքու յար խորոտիկ բաումբիլ, Հոյ բաումբիլ, թոյ բաումբիլ, Խոշ բաումբիլ, Իմ յարքանցքու յար խորոտիկ բաումբիլ, Հոյ բաումբիլ, թոյ բաումբիլ, Խոշ բաումբիլ, Բաումբիլ, հոյ բաումբիլ, թոյ բաումբիլ, Դնքով ընցատ ապքելեցի բաումբիլ, Հանճարս կաշի զերքիգ բացի բաումբիլ, Մեր շողերուն իշկացի բաումբիլ, Յարուկ դունջեր նստալացի բաումբիլ, Կարմիր խնձոր գլորեցի բաումբիլ, Գնացս էցիտ կուրորդում բաումբիլ, Գերիրեքման պաշի որդում բաումբիլ, Աղջկանուն սամչուն խակում բաումբիլ, Բրնենք իտրեք թանենք մրտում բաումբիլ, Շորորաս կծմեղու, բակեմ տուրտան եմ դեղու, հովնանուշ, անուշ, անուշ, Դունե կար, դունե կար բարով է կար, Կու գալինձի դուր է կավ, Կու ձեն կովսանուշ է կավ, հովնանուշ, անուշ, անուշ, ամպեր երկին հովնանուշ, հովնանուշ, անուշ, անուշ, յարմորոդի բակնանուշ, Բարձր մարատ կուսարեր, ամուր կեներ զուրքարեր, Հսմատ կեներ զուրյարեր, հովնանուշ, անուշ, անուշ, Բարձր մարատ կուխաչեր, շուրջը բոլոր կանաչեր, Աշխար երգիր կաղաչեր, Հսմատ կեներ սևաչեր, հովնանուշ, անուշ, անուշ, ամպեր երկին հովնանուշ, հովնանուշ, անուշ, անուշ, յարմորոդի բակնանուշ, Երկին կամպե հովնանուշ, յարմորոդի բակնանուշ, Երկին կամպե հովնանուշ, յարմորոդի բակնանուշ, Գացի հերեցա, բարձր սարուն մոտեցա, բզդիարուն կարոցա, Երկին կամպե հովնանուշ, յարքորոդի բակնանուշ, Երեցի չոլոտապեցի, պլոդահետի սիշեցի, Թուղ աչքերը նացուցին, դասմանոգոդուն պաշեցի, Թուղ աչքերը սրպեցի, Երկին կամպե հովնանուշ, յարքորոդի բակնանուշ, Երկին կամպե հովնանուշ, յարքորոդի բակնանուշ,
մրճիմով, ազապ տղեմ բրճիմով, իշնենք բաղչեն խախիհով, սիրենք զիրար հավասով, Երկինք ամպեհով նանուշ, յարքորոդիկ բակնանուշ, Երկինք ամպեհով նանուշ, յարքորոդիկ բակնանուշ, Հանոր, հանոր, նանոր են անոր, հանոր, ջանոր, նանոր են անոր, հանոր, հանոր, Շուշանոր թիկ մշեցիք, հանոր, զաղջիկ բաղչան նշնեցին, ջանոր, հանոր, զաղջիկ բաղչան նշնեցին, հանոր, հեռավ տարան պահեցին, ջանոր, հանոր, լաշպետ մշու բերեցի, հանոր, Յարոջ դրնով անցուցի, Ջանոր, սևաչ վրնել ացուցի, ջանոր, հանոր, հանոր, նանոր են անոր, հանոր, ջանոր, նանոր են անոր, հանոր, հանոր, Դնքով անցավ կնքելեց հանոր, Ազավ աղջիկ մրդերակեց ջանոր, հանոր, Դելավ կայնա վերցվեց հանոր, Բուրմը չամիշ կրկմեց ջանոր, Բակմը խապ է շտվեց ջանոր, հանոր, Հոջու ծարեր մրճամով, հանոր, ազապ տղա բրճամով, ջանոր, հանոր, Էգավ անցավ մեր դրնով, հանոր, խանչարներ կապե ջրնով, ջանոր, Կուբանին չէ մեր դրնով, ջանոր, հանոր, գերնեմ ասե մեծերուն, հանոր, զագի քեզ խաչակորուն, ջանոր, հանոր, հապիսկու կարմիրարուն, հանոր, հանավեր կուտվիվերուն, ջանոր, հանավեր կուսովերուն, ջանոր, հանոր, հանոր, նանոր են անոր, հանոր, ջանոր, նանոր են անոր, հանոր, 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 նանոր են անոր, հանոր, ջանոր, նանոր են անոր, հանոր, Մուշանի, հայ մուշանի, հանարանինա, հանինա, Մուշանի, հայ մուշանի, ջանարանինա, հանինա, Վերին կավլեն սարուկ է հանարանինա հանինա Խրմրտային նարուկ է ջանարանինա հանինա Խրմրտային հեցել եմ հանարանինա հանինա Արազին մոտեցել եմ ջանարանինա հանինա Մուշանի հայ մուշանի հանարանինա հանինա Մուշանի հայ մուշանի ջանարանինա հանինա Մուշանի, հայ մուշանի, հանարանինա, հանինա, Մուշանի, հայ մուշանի, ջանարանինա, հանինա, Շորորա, 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 շովեջան, շորորա, 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 շովեջան, Շորորա հողնանուշ, երբ որոդեք բակնանուշ, Դելարի պակեմ թուշ, հոբ շորորա շողերջան, Կավելավ զնարին, հոպ շորորա շորորա, գլուխ հանեց դեմ կարին, հոպ շորորա շողերջան, շորորա, 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 շովեջան, Շովերն ստերն աշկեներ, հավեր գիքեր կիշկեներ, Բարավ քրպեր տեղուհեր, հոպ շորորա շովեր ջան, հոպ շորորա, 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 շովեջան, շորորա, 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 շովեջան, Դրամ կայնավ կարմնջին, ջուհապ կենեն զոքրջին, Իգա հասնի կտրջին, շեկոն արավ յապրջին, Հոպ շորորա, շորորա, հոպ շորորա,
Մարդը մեկին հանան կերած, մեկ լիցեր կինա դրած, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի, Գացի գացի հերեցա, բանցր սարին մոտեցա, զարկեց անձրև ու հեղեղ, թրջից է քանի որի, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի. Քելեցի, չոր քելեցի, ոլրա հետև սաշեցի, ես սազետ յարուկն եկավ, եկավ ու բարով եկավ, բաքն կարնեմ շուր եկավ, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի. Դոննաղադաղան անգարի, հակի շալվար ժանգարի, գնավերին թաղարի, սիրեքո սիրասարի, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի, նանարինա, նանարինա, նանարի կդիո պապուրի. Հանա պապուրը, հանա պապուրը, Ապուրը միլը միլը, ապուրը միլը միլը, պապուրը ստավ դուր գիլը, պապուրը ստավ դուր գիլը, ապուրը շաբիկ շիլը, ապուրը շաբիկ շիլը, հանա պապուրը. Ակունքը սոսկ երաժշտական համույթ չէ եւ պատահական չէ, որ կոչվում է ավելի լայն բառակապակցությամբ ազգագրական համույթ։ Ակունքը ոչ միայն հնչեցնում է ազգային երգը, այլև մասնագիտական բծախնդրությամբ ներկայացնում երգի կատարման ամբողջ տոնածիսական համատեքստը։ Չէ՞ որ այդ երգերը ծագել են մեր նախնիների ամենօրյա աշխատանքից, հողագործական կամ հաց արարելու փուլերից, պարզ մարդկային ապրումներից, զանազան իրադարձություններին արձագանքելու, մանկանը օրորելու, սիրած էակին գովերքելու բնական ապրումներից։ Հետևաբար ակունք համույթի համերգներն ունեն նաև ստույգ ճանաչողական բնույթ, որը հույժ կարևոր է մանավանդ մատաղ սերնդին իր հոգևոր մշակութային արժեքները խորհուրդն ընկալելու եւ գնահատելու առումով։ Ակունքը նաև դարձավ յուրատեսակ ակունք այլ ազգագրական խմբերի ի հայտ գալու համար, ինչն ակունքի կեսդարյա գործունեության մեծ երախտիկն է։ Հիմա եկեք մի քիչ զվարճանանք, հերթը կատակերքինն է։ Կատակերքերը հաճախ երգել են խնջույքների ժամանակ, երբ անպակաս են եղել կատարողների դիմախաղը, պարային շարժումները, ուղեկցվող սրախոսությունները։ Այդ երգերում հաճախ ծաղրում են մարդկային արատները, ծուլությունը, գոռոզությունը, ագահությունը, փեսայի կամ հարսի թերությունները, երբեմն էլ հեգնական վերաբերմունքը հարևանի, բարեկամի կամ հանրային որևէ երևույթի հանդեպ։ Այժմ ակունքը կներկայացնի մի կատակերք, որը կոչվում է Իշու դնչիկ։ Լսենք երգը։ Իշու դնջիկ երկու փնջիկ Շրանի նանանա Մին վարդենիկ մին սմբուլիկ Շրանի նանանա Իշու դնչիկ երկու փնջիկ Փոշտրանի նանանա Մին վարդենիկ մին սմբուլիկ Չոշտրանի նանանա Զեշ կաշեցինի հրապարակ Շրանի նանանա Ժողովեցան շուրջ բոլորը Շրանի նանանա Ժողովեցան շուրջ
բոլորակ Ոչ Դրանի նանանա Ետուն ամաճով կարգանակ Չոշտրանի նանանա Ժողովեցան շուրջ բոլորակ Փոշտրանի նանանա Ետունը մանճող կարկանդակ Չոշտրանի նանանա Ետունը մանճող կարկանդակ Փոշտրանի նանանա Մեծարեցին արքայանար Տրանի նանանա Զեշ քաշեցին թոնրո բերանց գլուխ եդին խաշուկերան Զգադում խեդին խաշուկերան Զոտ սալարին սունու գերան Զոտ սարարին սունու գերանց Կաշին թմուկ դապ դրնգան Թաշի թմբուկ դապ դրնգան Փոշտրանի նանանա Զեշ քաշեցին թոնրո բերանց գլուխ եդին խաշուկերան Զոտ սարարին սունու գերանց Կաշին թմուկ դապ դրնգան Թպկի ասե բարբրնիցեն Բարբրնիցես թպկի ասե Հայրենասիրական երգերը ոչ միայն ստեղծագործություններ են, այլև ազգային իղձերի ոգեղեն դրսևորումներ։ Այդ երգերն իրենց խորքում միասնության մասին են, դրա համար էլ երգվում են հանրության կյանքում պատմական նշանակալի իրադարձությունների, հիշարժան տարելիցների, մեծ տոների եւ այլ առիթներով։ Այս երգերով մարդիկ համակվում են նույն ապրումներով, նույն երազանքներով եւ վերահաստատում են մեզ համար նվիրական արժեքների կենսունակությունը։ Հաճախ այդ երգերը երգելով կամ լսելով մենք ավելի ստույգ ենք ճանաչում մեզ եւ համոզվում, որ համընդհանուր հույզերն ավելին են, քան բազում խոսքերը։ Հայրենասիրական երգերում մեր պատմությունն է, մեր մաքարումներն են եւ որ ամենակարևորն է մեր երազանքները։ Այդ ազնիվ երգերը լսելով մենք վերականգնում ենք ժամանակների կապը, դառնում ենք անցյալի կարևոր դրվագների ոչ թե հանդիսատեսը, այլ մասնակիցը։ Այդ երգերը դաստիարակություն են մեր եւ մեր հայրենիքի ճանաչումը։ Լսենք եւ սիրենք հայրենասիրական երգերը։ Tipi bora Mut gişeri Patatum fedai Pampuşnere Խաչկապ կապած հրացաններ ու սերնին փամփուշները խաչկապ կապած հրացաններ ու սերնին Հայ ֆեդայիներ, ջան ֆեդայիներ, ձեր մայրերը ձեզ ուրբան Հայ ֆեդայիներ, ջան ֆեդայիներ, ձեր մայրերը ձեզ ուրբան Մշո սուրբ տան սուրբ կարապետ թոլինի ձեզ պահապան
Ախ ֆեդայիներ ջան ֆեդայիներ ձեզ հետ արեք իմ տեղի ձեզ հետ կրվի ձեզ հետ մեռնի ազգիս մատաղին բալեն ձեզ հետ կրվի ձեզ հետ մեռնի ազգիս մատաղին բալեն հայ ֆեդայիներ ջան ֆեդայիներ ձեր մայրերը ձեզ ուրբան հայ ֆեդայիներ ջան ֆեդայիներ ձեր մայրերը ձեզ ուրբան մշո սուրբ տան սուրբ կարապետ թոլինի ձեզ պահապան մշո սուրբ տան սուրբ կարապետ թոլինի ձեզ
Ակունք ազգագրական համույթի համերգն ավարտվեց։ Չգիտեմ ինչ մտքերով ու խոհերով եք հրաժեշտ տալիս այս հաղորդմանը, բայց ես օրինակ ինձ հարստացած եմ զգում։ Այդպես եմ զգում, որովհետև տեսա եւ լսեցի, թե որքան գունագեղ ու բազմաշերտ է մեր ազգային երգային մշակույթը, դեռ որքան գաղտնիքներ ու չպեղված գանձեր կան այդ մեծ ժառանգության խորքում։ Ինչպես ասվեց հաղորդման սկզբում, համույթի ազգագրական անունը պատահական չէ։ Սա իսկապես ազգագրական գիտելիք է, յուրօրինակ բաց դաս նաև հայրենի մշակույթը չիմացողների, անգամ իմացողների համար։ Մեր նախնիների երգերը, որոնք բնաշխարհիկ ծագում ունեն հայ երաժշտական արվեստի երախտավոր մասնագետների շնորհիվ, բարձրացան բեմ եւ ճանաչելի եղան սերունդների համար։ Լավ է, որ այսօր շատ երեխաներ մեծ սիրով հաճախում են ազգային երգի ու երաժշտության տարբեր խմբակներ։ Նշանակում է չի մարել նոր սերնդի հետաքրքրությունն իր ինքնության նկատմամբ։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն հայտնենք այս հրաշալի երաժշտախմբին գեղեցիկ համերգ մեզ նվիրելու համար եւ մաղթենք հաջողություններ։ Եվ վերջում հաճույքով ազարարենք, որ երկերկոցում լեգենդար ակունք ազգագրական համույթներ ժողովրդական երգերով կհանդիպենք։